Փառք Հիսուսին սիրելիներ, մի քանի րոպե ավել չի մնացի մեր ծառայությունից։ Ես մի հատ խոսք եկավ իմ սրտից վրա։ Գիտեք, շատ տեղեր Աստծո խոսքն ասում է, որ ոնց մոտ կանանք Աստծուն։ Եվ առաջինը, գիտեք, այդ ճանապարհներից Հիսուսի սուրբ արյունն է։ Ինչպես որ եղբայր Եզրասը քարոզեց դրա մասին անցած շաբաթ։ Ասում է, որ կմոտ կանակ իրան, միայն երբ որ մենք մաքուր սիրտ ունենք։ Եվ շատ սիրեցի եղբոր քարոզը, որ պետքա զգուշ լինենք ոնց ենք մոտ կանում Աստծուն։ Աստված լափող կրակ է, կատակ չի։ Եվ բայց շատ գեղեցիկ խոսք կա, որ Հովհաննես Ավետարանի մեջ 14:15-ից 26 Եթե մեկը ավետարանն ունի, կարող է կարդա էսի, եւ Հիսուսը բացատրում է, ոնց է սուրբ երրորդությունը կարող բնակվի մեր մեջ։ Սուրբ երրորդությունը չի ասում, որ դուք կմոտ կանաք ինձ, ասում է ես եւ Հայրը կմոտ կանանք այս անձնավորության։ Եվ մենակ էլ մենք չենք, մեր Սուրբ Հոգուն էլ կուղարկենք իր վրա։ Սիրելիներ, սա ճանապարհն է։ Սա ճանապարհն է։ Ճանապարհը մեր ուժերով չի, ճանապարհը պատարակով չի, ճանապարհը Աստծո խոսքն է մեզ ցույց տալի։ Եվ ասում է նա, որ իմ խոսքս կատարում է։ Մենակ լսելը չի։ Եվ հետաքրքիր բանը էսա, որ 3 անգամ այս նույն խոսքը կրկնում է Հիսուսը։ Նա որ կատարի։ Նա որ կատարի, ինչ անում։ Սիրում է ինձ։ Սիրում է Հորը։ Հոր պատվիրանն է կատարում։ Հոր փափակն է կատարում։ Եվ մեզի սիրում է։ Եվ հետաքրքիր բանն է սա, Հիսուսն ասում է, ես էլ նույնպես իրան եմ սիրում։ Հայրն էլ նույնպես իրան է սիրում։ Գիտեք, եւ այս սերը, Հովհաննես 3:16-ի պես սեր չի։ Այս սերը, որ Հովհաննես 14-ի մեջ է, մտերմության սեր է։ Գիտեք, տարբեր տեսակ սերեր կա։ Ասում է մենք կմոտ կանանք եւ իրան կճանաչենք։ Ով է ճանաչում Աստծուն, նա որ իր պատվիրանը կատարում է։ Ամեն։ Նա որ իր պատվիրանը, Հիսուսի պատվիրանը որն է։ Հիսուսի պատվիրանը սա է։ Սիրիր քո Աստծուն ամբողջ քո սրտով, ամբողջ քո մտքով եւ քո էությունով։ Եվ երկրորդ պատվիրանը սիրիր քո հարևանին։ Այս Հիսուսի պատվիրաններն է։ Եվ Հիսուսը բացատրում է, որ հին ուխտը լրիվ էս երկու պատվիրանների մեջ է։ Եվ կարդում ենք, որ Պողոս առաքյալի թուղթերի մեջ ասում է, եթե դուք ես կատարեք, հին ուխտի պահանջը կատարել եք։ Սիրելիներ, թող որ հանձնվենք Աստծուն։ Թող որ սիրենք իրան։ Թող որ տանք Տիրոջը այն ինչ որ նա է ուզում։ Ամեն։ Շատերը իրանց ուզեցածով ուզում են մոտ կանան Աստծուն։ Թող որ մոտ կանանք Տիրոջը այս նախադասությունով. Տեր, քո կամքը կատարվի։ Տեր, նայեք սիրելիներ, մեր մտքերը շատ ավելի ցածր է Տիրոջից։ Ով լավ գիտի մեր մասին, մենք թե Աստված։ Ով մեր լավն է ուզում ավելի շատ, մենք թե Աստված։ Իրոք հավատում ենք Աստծուն, որ Աստված կարող է ավելի լավն անի։ Թող որ այդպես աղոթենք, որ Տեր,
ուղարկիր, ես կգնամ, ես կանեմ ինչ որ դու ես ուզում։ Թող որ այդպես մոտ կանանք Տիրոջը։ Եվ հիմա մեր նվերները կմոտկացնենք Աստծուն եւ կաղոթենք մեր նվերների համար։ Տեր իմ Հիսուս ջան, մոտկանում ենք քեզ խոնարհ սրտով։ Տեր ջան, սիրում ենք քեզ Տեր։ Ուզում ենք, որ դու բնակվես մեր խոսքի մեջ, մեր կյանքի մեջ, մեր ամեն անկյունը մեր կյանքի մեջ, Տեր ջան, քեզի հրավիրում ենք քեզ ներս։ Հատուկ աղոթում ենք նվերների համար եւ նվեր տվողի համար, Տեր ջան։ Կաղոթենք, որ օրհնված լինեն, իրանց նվերը օրհնված լինի եւ իրանց աշխատանքն էլ նույնպես օրհնված լինի։ Ինչպես որ դու ասեցիր, նա որ տա կտրվի իրան։ Եվ Տեր ջան, հանձնում ենք քեզ մեր նվերները Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եվ զարմանալի բան մի հատ էլ ավելացնեմ, որ աշակերտները, ինչպես որ եղբայրն ասեց, նախքան որ Տիրոջ հոգին գար, տեսնում ենք, որ փախան խաչելության ժամանակ։ Պետրոս առաքյալը, որ հետո նահատակվեց Հիսուսի համար, ուրացավ Հիսուսին։ Բայց գիտեք, Սուրբ Հոգին լրիվ փոխեց։ Սուրբ Հոգին, որ իջավ իր մեջ, գրված է, որ իրանք անվախ քարոզեցին։ Եկան իրանց ասեցին, որ ձեզ կսպանենք, Հիսուսի անունը չտաք։ Գիտեք, Հռոմեացիս գրքում Պողոս առաքյալն ասում է, ով որ դավանի, Հիսուսը Տեր է կփրկվի։ Ամեն։ Գիտեք, որ Պողոս առաքյալի ժամանակ ով էր կայսրը, Նիրոն էր կայսրը։ Եվ Նիրոն շատ ահավոր ձևով քրիստոնյաներին սպանում էր, եթե դավանին, որ Հիսուսն է Տերը։ Եվ ով սպանեց Պողոս առաքյալին։ Հռոմեացիք գլխատեցին Պողոս առաքյալին։ Նայեք, այս նույն մարդն էր, որ ինքը հալածում էր քրիստոնյաներին։ Տիրոջ հոգին իրան լրիվ փոխեց։ Այլևս նույն մարդը չէր։ Եվ ամեն մեկիս կյանքի մեջ սիրելիներ, այս նույն հեղափոխությունն է ուզում անի Տիրոջ հոգին։ Բայց եթե մենք իրան թույլ տանք, այսինքն, գիտեք, այդ խոսքը, որ ասում է, եթե դավանեք Հիսուսն է Տերը, Հռոմեացիք դուրս գնային այդ պահին եւ կատարին այդ խոսքը, իրանց կրակով վառում էր կայսրը։ Շատ անչափ քրիստոնյաներ այդպես մահացան։ Սիրելիներ, Տիրոջ հոգին հավատ կա բերում։ Տիրոջ հոգին նույնը չի թողնում մեզ։